Աշխատանքային երկուշաբթին խաղաղ չսկսվեց Հանրապետության երկրորդ քաղաքում։ Օրը մեկնարկելուն պես Գյումրիի քաղաքապետարան են մտել ազգային անվտանգության հատուկ ջոկատայինները։ Մի վարքան, ավագանու անդամներին ներս չեն թողնում, խնդրեմ տեսեք։ Հակակոռուպցիոն կոմիտեն խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներով 8 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու եւ նրանց ձերբակալելու որոշումների մասին է տեղեկացնում։ Քաղաքապետից եւ գլխավոր ճարտարապետից բացի ովքեր են մյուսները, առայժմ պարզ չէ։ Կոմիտեից հաղորդում են միայն, թե համայնքի ղեկավարն ու գլխավոր ճարտարապետը տեղեկանալով, որ Գարեգին Նժդեհ փողոցի 1 կոտորակ 9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մետր քառակուսի մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է քանդման, քաղաքացու հետ համաձայնություն են ձեռք բերել։ Եկել են նախնական համաձայնության քաղաքացու հետ մտնել կոռուպցիոն գործարքի մեջ, խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին կազմել շինությունն իբրև քանդված եւ նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով 4 միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք։ Ես ձեզ ասում եմ, ինձ լսեք, ոչ եմ ամեն ինչ նորմալ կլինի, գնում ենք թող նայեն ինչ որ է ոնց որ պետք է։ Գյումրիի կենտրոնական հրապարակում բարեկային ծառայությունը կանգնեցրել է երթևեկությունը, արգելել մուտքն ու ելքը։ Ոստիկանական ուժերը, այդ թվում լրացուցիչ, կենտրոնացած են քաղաքապետարանի առջև։ Ու այս նույն ընթացքում, քանի դեռ պարզ չէ Վարդան Ղուկասյանը քաղաքապետարանի շենքում է, թե արդեն գնացել է իրավապահների հետ, նրա աջակիցները հավաքվում են Վարդանանց հրապարակում։ Հնչում են եկեղեցիների զանգերը։ Արժանապատվության կողքին կանգնելու ժամանակն է, այս հայտարարությունն էլ Ղուկասյանը Facebook-ում է արել, գրելով, թե տեղի ունեցողի հիմնական նպատակը իրեն պաշտոնազրկելն է։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելուն, բայց պետք է հասկանանք, սա միայն մեկ մարդու մասին չէ, սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։ Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք գյումրեցիներս պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու եւ պաշտպանելու իրավունքը։ Քաղաքապետարանի ողջ տեխնիկան տարված է, այսինքն ջրացան, աղբավակող մեքենաներ, տարված է Ախուրյանի Տուգանային, ոնց է կոչվում, պահման վայր։ Հատուկ գործողություն են արել, քաղաքներ են պարալիզացել, փաստորեն մեքենաները դուրս էին գալիս աղբ հավաքելու եւ պարզվում է, որ այդ մեքենաները վարորդներով, ճիշտ է, վարորդների հետ մեկտեղ տարվել են։ Ու մինչև քաղաքապետի խորհրդականը կհայտնի նաեւ, որ շենքը հոսանքազրկված է, ինչն ըստ նրա ենթադրության գործողությունների մի մասն է, իրավապահները Վարդան Ղուկասյանին դուրս են բերում քաղաքապետարանի շենքից։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։